Հայաստանի ներքաղաքական թոհուբոհի և Ադրբեջանից մշտապես եկող սպառնալիքների ֆոնին Reopen Media-ն չի մոռանում ներկայացնել նաև աշխարհասփյուռ հայության հաջողությունները տաղանդավոր հայերին, որոնք աշխարհով մեկ բարձր են պահում նաև հայ ժողովրդի պատիվը։ Այսօր ես պատիվ ունեմ հյուրընկալելու ֆրանսահայ դերասան, երգիչ Հակոբ Ղասաբյանին, որը թերևս բավականին երիտասարդ է, բայց արդեն հասցրել է գրավել ֆրանսիացի եվրոպացի հանդիսատեսի սիրտը, դեռևս շատ փոքր տարիքից։ Ողջույն Հակոբ, շնորհակալություն, որ մեզ հյուրընկալվել ես։ Մերսի ձեզ։ Ես հիշում եմ քեզ բավականին փոքր տարիքում Խոդիժ նախագծից մենք այստեղ Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ցույց տվեցին, թե ինչպես է դու երգում, եւ այդտեղ Հայաստանի անունը եւս մեկ անգամ նշվեց։ Ես գիտեմ, որ դու նաև Հայաստան ես եկել անցյալ տարի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լկովնյուի գլխավորած պատվիրակության շրջանում, կազմում։ Ինչ է քեզ համար առաջին հերթին Հայաստանը, որովհետև դու ծնվել ես Ֆրանսիայում, մտածում ես ֆրանսերեն, բայց ամեն պահի դու վերադառնում ես նաև Հայաստան։ Հայաստանը իմ համար կարևոր տեղում է, իմ սրտի մեջ է, ոնց որ մայրս, հայրս, սաղ ընտանիքս Հայաստանից են։ Ես տանը հայերեն եմ խոսում եւ փոքր վաղտվանից արդեն տանը ոնց որ հայերեն ենք խոսում եւ դուրսը որ գնում ենք դպրոց արդեն ֆրանսերեն միշտ։ Հայաստանը շատ կարևոր է իմ համար, շատ եմ սիրում վերադառնալ, շատ եմ սիրում այստեղ ժամանակ անցկացնել, մարդկանց հանդիպել, չէ մենտալիտետները ուրիշ են ֆրանսիացիից ու շատ հետաքրքիր է ինձ հասկանալ այդ ամեն ինչը եւ շփվել հայ մարդկանց հետ, շատ ընկերներ ունեմ, շատ կուլտուրայի մարդկանց հետ եմ շփվում ու դա իմ համար հարստություն է։ Մեզ կպատմես, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցիր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում։ Շատ անմիջական ստացվեց, չէի սպասում, մի օր փորձի էի նոր մյուզիկլի համար, թուրի էի պատրաստվում Ֆրանսիայում, եւ փորձից դուրս եկա եւ զանգ ստացա, ինչ որ private number-ից, որ չեք տեսնում ինչ համար է, եւ զանգեց մինիստրը ինձ եւ ասեց, որ գնալու է Հայաստան օֆիցիալ այցի եւ կուզենա շատ, որ ես իրա կողքին լինեմ այդ այցի համար, ես էլ զարմացա, ասեցի կներեք, բայց ոնց որ սխալվել եք կամ եթե կատակ եք անում, էլ մի զանգեք ինձ։ Ես անջատեցի հեռախոսը, որտեվ փորձերի մեջ էի, եւ հետո արդեն իր կաբինետից մեսաժներ ինձ ուղարկեցին ու այդտեղ հասկացա, որ դա ճիշտ true real բան էր։ Հետո ես իրան հարցրեցի խի եք ուզում ինձ հենց որ ես դեր հետ եմ, ինքը շատ պարզ պատասխանեց, որ շատ է ուզում, որ կուլտուրան նաև մտնի այդ պաշտպանության հարցերում, որ ամեն մեկի սայտի վերաբերվում եւ ուզում է, որ ամեն բնակավարից լինեն իր հետ բժիշկներ, ավոկա, յեթին, հաղթավան եւ դա մեծ պատիվ էր իմ համար, որ իր կողքին եկա եւ այցելեցինք տարբեր տեղեր իրար հետ, training տեղեր, որտեղ պարապում են ֆրանսիացի սալդատները հայերի հետ եւ շատ հետաքրքիր էր ինձ համար նաեւ, որովհետեւ շատ հերո եմ պոլիտիկից, բայց հնարավորություն ունեցա, որ հանդիպեմ նաեւ այդ աշխարհին։ Հակոբ, 44-օրյա պատերազմի օրերին գրեթե քեզ հասակակիցներ զոհվեցին
եւ դու անընդհատ նաեւ Ֆրանսիայում ներկայացնում ես հայրենասիրական երգեր նվիրված Արցախի համար, Հայաստանի համար ընկած մեր նահատակներին, ամեն անգամ ինչ ապրումներ ես ունենում, հատկապես երբ որ Հայաստանի պատմությունը, Հայաստանի խնդիրը երաժշտության միջոցով ներկայացնում ես օտարազգի լսարանին։ Կարծում եմ շատ կարևոր է, ինչ որ sense ֆրանսերեն ասեմ, une mémoire collective, une mémoire Թարական հիշողություն։ այո, այդ հիշողությունը շատ կարևոր է, որ բոլորս ունենանք այդ հիշողությունը, culturel հիշողությունը, բայց նաև մենք մենակ չենք ապրում այս աշխարհում եւ շրջապատված ենք այդ մեր հարստությունն է ուրիշները, ոչ թե մենք, այլ ուրիշները։ Ճիշտ է, որ շատ զգացված էի, որ տեսնում էի այդ տարիքի երեխեք, որ զոհվում էին, շատ ծանր էի տանում այդ փաստը, որովհետեւ դե պատկերացնում եմ իմ տարիքի երեխա ենք դեռ այս տարիքում, ոնց կարող են տենց հեռանալ կյանքից ու այդ պատճառներով։ Դրա համար նաև երբ գալիս եմ Երևան, գնում եմ առաջի բանը, որ անում եմ ու դա իսկապես անում եմ, գնում եմ միանգամից Եռաբլուր։ Ճիշտ է, շատ զգացված եմ լինում, շատ ծանր է իմ համար այնտեղ լինելը, բայց դա նորից այդ մեմուարի դվուարն է, որը պարտավոր ենք հիշելու եւ փորձենք, որ ամեն ինչ աշխարհը խաղաղ լինի եւ մաղթենք այդ էլի մեզ։ Հակոբ, վերադառնալով քո մասնագիտական կյանքին, գործունեությանը, քեզ համար անակնկալները կարծես թե դարձել են tradition, ավանդույթ, նմանատիպ անակնկալ նամակ ես գիտեմ, որ ստացել ես նաև Պատրիկ Ֆյորիից, որը ի դեպ նաև հայկական արյուն ունի նաև Վաղինակ Շուշանյանի անազգալունը, ես վստահ եմ, որ մեր լսարանին այս պատմությունը եւս հետաքրքիր կլինի։ Պատրիկը առաջի տեղում շատ լավ ընկեր է ինձ, Պատրիկը շատ լավ մարդ է, ինքը շատ լավ արտիստ է, եւ ոնց որ ասեցիք, հայ է ու հայկական ուտեստները շատ է սիրում, միշտ ինձ ասում է, մամա, կարաս արքես, էս ինչը, կարաս արքեն ինչը, մի հատ բերես ուտենք էլի, ճիշտ է չաղացել եմ, բայց լավ էլի, շատ եմ ուզում։ Պատրիկը մի օր ինձ հրավիրեց իր համերգին իրար հետ դուետ երգելու եւ դա մեծ պատիվ էր իմ համար, քանի որ իր անցած կարիերը էգզամպլ է իմ համար, օրինակ է, ինքը շատ լավ մարդ է, շատ լավ արտիստ է ու կարողացել է այդքան տարի հետո միշտ լինի ու հլկա ու էլի տուրեր անում ու էլի երգեր է ձայնագրում, so ինձ զանգեց, առաջարկեց, որ Հակոբ, ինչ ես անում, մարտին էր ոնց որ մարտ ամիսն է, ինչ ես անում 14 մարտին, ասե, դե Պատրիկ տուրից հետ եմ գալու, երևի շունիկիս եմ մանտալու, էտա դու տանն եմ լինելու, ասեց, դե այս տեքստը սովորի, կողս երգեր, դա Կորսիկայի երգն է, այո։ Ասեցի, Պատրիկ, դու գիտես, որ ես կողս չեմ, Կորսիկայի չեմ, հայ եմ։ Ասում է, ես էլ Կորսիկայի չեմ, ես էլ եմ հայ, սովորի արիկը երգենք։ Սովորեցի վիշապաթում, գնացինք իրար հետ երգեցինք ու կարծեմ դա իմ լավ պահներ բեմի վրա, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց այն որ զգում եք, որ ամեն ինչը իր տեղում է եւ ամեն ինչը ձեզ օգնում է, ձեզ տանում է դեպի վերև։ Ու այդ պահը տենց էր իմ մոտ, շատ հուզվել էի, որ տենց չէ դե արտիստիկ տարիների ընթացքում կա վախտեր, որ այդ կրակը մի քիչ անջատվում է կամ մի քիչ ասենք փոքրանում է եւ միշտ ուզում ենք որպես արտիստ գտնել նորից այդ կրակը, որ մեզ տանում է դեպի այդ երգելը, ասենք թե կամ դեր խաղալը։ So այդ երեկոն եղավ իմ համար ոնց որ այդ կրակի նորից վառվեց ուժեղ։
Նշիր թե ինչ մեծ դահլիճում ես ելույթ ունեցել։ Այո, այդ դահլիճը դե 3000 հոգանոց արենա էր, ոնց որ ուրախ եմ, որովհետև փոքր հասակից միշտ այտենց մեծ դահլիճներում եմ ելույթ ունեցել ու այդ opportunity-ը ահա որ ես գիտեմ, որ այդ շանսը ունեմ ու շարունակվում է այդ տենցով բայց այս վերջերս գնացի Ամերիկայում թուր ունեցա այնտեղ ու ուզեցի որ դահլիճները շատ փոքր լինեն քանի որ դա մեծ փորձ է մեր համար թե հասկացանք 4000 հոգի կա դեմդ բայց կամերային այն որ հենց դեմդ են նստած մարդիկ դա ուրիշ է արդեն so ինքս ինձ փորձեցի եւ հասկացա որ երկուսն էլ սիրում են հասկացա որ իրոք բեմը շատ եմ սիրում ու լավ եմ զգում բեմում Շնորհակալություն Հակոբ եւ ինչ առիթն են քեզ բերել Հայաստան չեմ կարող դեռ ասել ինչի համար եմ այստեղ բայց շատ հետաքրքիր պրոյեկտի համար որը շատ շուտով ինձ թվում է բոլորը կիմանան այս հրաշալի պրոյեկտի մասին Մոտավորապես որպեսզի պատկերացում ունենանք թե դա ինչ է ինչ ակնկալենք Եթե դες ասեմ կինո Մոսկվա պրեմիերա դե պատկերաց Կսպասենք ես իդեպ գիտեմ որ դու նաև փոխարինել ես հանրահայտ Դամիան Սաղգին երկար տարիներ Ֆրանսիայի ամենահայտնի մյուզիկլի Ռոմեո Ջուլիետի Ռոմեոյի գլխավոր դերակատարն է եւ այդ պատիվը հենց քեզ է ընձեռնվել այս մասին էլ կուզենամ պատմես քեզ որովհետեւ Ֆրանսիայի հայ համայնքը եւ ֆրանսիացի լսարանը շատ լավ գիտի բայց այստեղ քո հայրենի արմատներն էլ լավ իմանան հայրենիքո Հա դե ճիշտ է որ մյուզիկլները եղել են իմ կյանքի մի մաս 3 հատ արեցի Ֆրանսիայում մեծ թուրեր արեցի եւ մի օր Ռոմեո Ջուլիետի պրոդյուսերը Ժերար Պրեսբյուրովիկը զանգեց եւ ասում է որ Չինաստանում 4 ամսյա տենց մեծ թուր են կանելու 90 հատ համերգով 15 հատ քաղաք 150,000 տոմս ծախվել ու ուզում էին որ ես ոնց որ փոխարինեի Դամյանին, որը Ռոմեոյի դերում էր։ So իմ համար այդ ոնց որ ուրիշ մի բան էր, քանի որ Ռոմեոն իր դերը շատ հետաքրքիր դեր է, քանի որ չէ, այդ իր սիրո համար ինքը բանը fight անելու պայքարում է, բայց վերջում ինքը իրան սպանում է Եվ Ջուլիետը նույնպես հետաքրքիր է դերը խաղալը, քանի որ պետքա գտնես քո մեջ այդ տրանզիցիան դեպի այդ safe կողմը այդ հոգեվիճակը հոգեվիճակը ու դրա համար շատ հետաքրքիր է ու հետաքրքիր է խաղալը Չինաստանում նոր պուբլիկա շատ տարբեր շատ իրանք դե շատ են սիրում ֆրանսիական մշակույթը ֆրանսիական մյուզիկլները առավել եւս Roméo et Juliette Notre-Dame de Paris Je suis si fatigué, je ne veux plus rien, simplement m'allonger, prendre la main, la poser. Դա ոնց որ երկու ամենամեծ այնտեղ սիրված մյուզիկլներն են 4 ամիս էտա տուր արեցի այնտեղ երկիր տեսա նաև դա էլ եմ շատ սիրում իմ գործից մեջ որ կարողանում եմ շատ travel անեմ ու դա հասկացնում եմ արդյոք թե ինչ փոքր ենք ու ինչքան humble պետք է լինենք ոնց ասեմ humility համեստություն քանի որ կուլտուրաները շատ են շատ բան կա սովորելու եւ երբեք ձգտել ավարու ու երբեք չեն կարող ամեն ինչ իմանանք մեկը շատ կուլտուրաներ կա շատ բան կա տեսնելու ու դա շատ հարստություն է ու հիմա որոշեցի որ նորից գնալու եմ Չինաստան հուլիսի 11 եւ 12 այնտեղ Շանհայում մեծ համերգ ունեմ 2 հատ էլի մեծ դահլիճ է շատ ու անհամբեր սպասում եմ թե ոնց կանցնի այս նոր էքսպերիենսը արդեն ոչ մյուզիկլային
Շնորհակալություն Հակոբ եւ վերջում ինչ կասես Հայաստանի քո լսարանին ես իդեպ շտապ եմ ասել որ Հակոբի հետ մենք պայմանավորվել էինք հարցազրույցը անցկացնել ֆրանսերեն բայց այստեղ տեղում որոշեցինք որ ամեն դեպքում պետք է խոսել հայերեն որ հրաշալի է ստացվում քեզ մոտ Հակոբ այդպես շարունակի եւ քո ուղերձը ինչ կասես Հայաստանի քո լսարանին Ես դեռ շատ փոքր եմ, որ տենց մի կարևոր մի բան ասել կամ նույնիսկ արտիստիկ առումով Երազանքներից մասին ես շատ կուզենամ միշտ այցելեմ Հայաստան, շատ կուզենամ միշտ համերգներ անեմ Հայաստանում, շատ կուզենամ, որ լսարան ունենամ Հայաստանում, քանի որ ես իմ գործը համարում եմ որպես անկեղծ։ Ես չեմ կարող կեղծավոր բաներ անել, նույնիսկ կյանքում անկեղծ ես իմ միտքս արտիստիկ առումով դա պարգևել մի բան պուբլիկային, որը գալիս է համերգը նայելու, լսելու եւ կուզենամ, որ այդ ոնց որ ազնավուրը անում էր այդ 2 ժամանոց համերգում մոռանում ենք մեր խնդիրների մասին, մոռանում ենք մեր ամենօրյա կյանքի մասին եւ ես նույնպես պարգևելով ինչ որ ունեմ մի իմ հոգու հատված տալով դեպի պուբլիկա Une vie d'amour remplie de rires clairs, un seul chemin déchirant nos enfers, allant plus loin que la nuit des nuits. ու երևի ինձ մաղթում եմ այդ որ միշտ ճանապարհը connection-ը լինի միշտ sense հայերեն խոսեմ ավելի լավ խոսեմ քիչ դա կասեմ ինձ թվում է Շնորհակալություն շնորհակալություն ձեզ Մեր հյուրը Հակոբ Խասաբյանն էր